Facebook-յան օգտատեր Էլզա Սանամյանը հարցնում է. ինչ է նշանակում ազգային գաղափարախոսություն։ Հարգարժան Էլզա, ազգային գաղափարախոսությունը ժողովրդի գոյության իմաստն է, նրա պատմական հիշողության արժեքների եւ ապագայի տեսլականի միասնությունը։ Առանց գաղափարախոսություն պետությունը ձև ունի, բայց բովանդակություն ոչ։ Պետությունն իրավական կառույց է, իսկ պետականությունը ժողովրդի ինքնագիտակցության եւ կամքի մարմնավորումը։ Պետություն կարելի է կառուցել օրենքով, բայց պետականություն միայն արժեհամակարգով։ Ազգային գաղափարախոսությունը միավորում է անցյալն ու ապագան, դարձնելով ազգը պատմության սուբյեկտ, ոչ թե օբյեկտ։ Այն սահմանում է, թե ինչի համար գոյություն ունի մեր պետությունը եւ ինչ արժեքների շուրջ է կառուցվում մեր միասնական կյանքը։ Երբ ազգը կորցնում է իր գաղափարախոսությունը, նա դադարում է ունենալ նպատակ, իսկ երբ գտնում է այն, դառնում է ազատ, ինքնիշխան եւ անսասան։